Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանը, բարև Տիկին Հակոբյան։ Տիկին Հակոբյան, որ չեմ կարող գայթակղությանը դիմանալ ու չհարցնել այսօրվա միջադեպի մասին, ու այսպես հարցը ձևակերպեմ, հա, տենց ազգային ժողովում քաղաքական դիսկուրսի շրջանակներում մնալ չի ստացվում, հա, ոնց որ։ Դա երբեմն չի ստացվում, եւ աշխարհի տարբեր խորհրդարաններում հաստատ տեսել եք, որ նույն միջադեպերը լինում են, ինչը բնականաբար նախընտրելի չէ, եւ վստահ եմ, որ հասարակությունը դա չի ողջունում, չի ուզում տեսնել նման տեսարաններ, բայց երբեմն չես կարողանում չի ստացվում մնալ այսպես այդ սահմանների մեջ քաղաքակրթության գոնե այստեղ բայց մի այստեղ բայց կա, որովհետև մեր մոտ խորհրդարանում, չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, մեր մոտ դա քաղաքական դիսկուրսի շրջանակում չի արվում, որովհետև մեր մոտ այսպես այդ դիսկուրսը տեղավորվում է գողփիսոք հաչալշուն այդ տրամաբանության մեջ, այնտեղ քաղաքական ոչինչ չկա։ Գիտեք, երբ որ իմ անձնական կարծիքով, երբ որ ընդդիմությունը քաղաքական դիսկուսում չի կարողանում հաղթել, եկեք այդպես այդ բառով բնութագրեմ, դիմում է արդեն միջանձնային հարաբերություններում դուսուս, տեղդ նստի եւ այլն, որպեսզի ընտրողներին ցույց տան, որ իրանք կոնստրուկտիվ դաշտում չեն գործում, որովհետեւ ոչ խորհրդարանական ընդդիմության կողմից մենք տեսնում ենք, որ թիրախավորվում է խորհրդարանական ընդդիմությունը, նրանց երբեմն մեղադրում են իրենց բնորոշմամբ, հա, այդ դավաճան իշխանության, հայրենահանց իշխանության հետ քաղաքական դիսկուսի, բովանդակային քննարկման համար, դրա համար երբեմն նման բաներ անում են, որ մենք ուժեղ աղջիկներ եւ տղաներ ենք եւ հեչ ձեր ասածը չի, եւ դրա համար նման բաներ է ստացվում։ Հետո իհարկե տիրաժավորում են իբրև քաղաքական ենթատեքստ են տալիս, որովհետեւ ես չգիտեմ երթերում երբ կլինի հաղորդումը, բայց հենց նոր եմ գալիս այդ միջադեպից եւ հասցրեցի ուղղակի տեսնել վերնագրերի մակարդակում, որ որոշ լրատվամիջոցներ գրել են իբրև ընդդիմության կողմից, հա, նոր նախաձեռնության շրջանակում է եղել ցեղասպանության ուրեմն հերկման քրեականացման, ինչպես պարոն Մինասյանը նշեց, դրա շրջանակում է եղել մեր վեճը, բայց ես ցես հավաստիացնում եմ, որ ոչ, եւ եթե ուղիղ եթերն էլ նայեք, հաստատ դրա մասին չէր, ասեմ ավելին, վաղուց քրեականացված է։ Ես էի ուզում ասել, այո, պարզապես հետո նաև նախագիծը, քանի որ արդեն մուտք եղավ, հասցրեցի նայել, որ նախատեսվող տուգանքը մի քանի հազար դրամով թանկացնում են, այդպես։ Այսինքն քաղաքացին տուգանվելու մատերիալ Ա մերժողը ցեղասպանությունը, այո, տուգանվում է ոչ թե դիցուկ, հա, 30,000, այլ 50 են դարձնում, դիցուկ էլի, թվերը չեմ ֆիքսել, այդպես, դրա մասին է նախագիծը, ոչ թե ինչպես պարոն Մինասյանը նշեց։ Հասկացա։ Որ լավ, այս թեմայի շուրջ մի հարց էլ տամ, տեսեք, այսպեսի կարծիք կան, որում այդ կարծիքը ես չեմ հայտնողը, այդ թվում նաև իշխանության ներկայացուցիչներն են ասել, որ նման ընդդիմություն ունենալը դա աստվածային պարգև է ցարկացած իշխանության համար, նման վատ ընդդիմություն ունենալը։ Հիմա դուք իրենց պարգև չեք համարում։ Ցանկացած առհասարակ իշխանության համար իշխանության մեջ նաև մտնում է խորհրդարանական ընդդիմությունը։ Շատ կարևոր է ունենալ առողջ ընդդիմություն, առողջ ընդդիմախոսություն եւ մենք երբեմն վերածվում ենք մեր խմբակցությունը երբեմն վերածվում է ընդդիմության մենք մեզ, որովհետեւ առանց դրա հնարավոր չէ հասարակության համար ավելի որակյալ նախագծեր, որոշումներ ունենալ եւ այս առումով իհարկե շատ կարեւոր է եւ մենք շատ ուզում ենք, մենք ներսում մեզ չընդդիմանանք, այլ ունենանք որակյալ ընդդիմություն։ Ընդդիմություն, ինչպես գիտեք, տևական ժամանակ չէր գալիս բոյկոտել նիստերը այս գումարման ազգային ժողովում, բայց ոչ մի տարբերություն, երբ որ գալիս են, որովհետեւ այդ մեկ է այդ բովանդակային այդ քննարկումը, եթե անգամ որոշ դեպքերում ստացվում է, շատ արագ կասեցվում է, չգիտեմ, իրենց ուրեմն
ղեկավարի կուսակցական կամ թիմի ղեկավարի պարոն Քոչարյանի կողմից, թե արտախորհրդանական այլ ուժերի կողմից, բայց միանշանակ է, որ չի ստացվում։ Արդյոք նման ընդդիմություն է օրինակ իշխող մեծամասնության համար նախընտրելի է։ Միանշանակ այո, որովհետև եթե շատ ջանք պետք չի ներդնել այդ դեպքում եւ եթե մյուս խորհրդարանում էլ իրանք հայտնվեն էլի ինչի հետ կապված մեծ կասկածներ ունեմ, ապա մեզ համար ավելի հեշտ կլինի իբրև իշխանություն։ Հիմա իրենք մեծ կասկածներ ունեն, որ դուք կհայտնվեք գալիք խորհրդարանում կամ առնվազն մեծամասնություն կունենաք այնտեղ, ընդ որում որպես դրա ապացույց կամ ասեմ դրա նախակարապետ ասեմ, մատնացույց են արվում Գյումրիում եւ Փարաքարում անցկացված ավականու ընտրությունները, Գյումրիում արտահերթ ընտրություններն ընդ որում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը մասնավորապես Գյումրիում ճիշտ է ամենաշատ ձայները հավաքեց, բայց պարտվեց ընդդիմությանը, այսպես միավորվեցին, բա եւ եղավ ինչ որ եղավ, հիմա ունենք այն քաղաքապետին Գյումրիում, որ ունենք եւ դրա համար կան մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառները, այսպես սպային թողնենք մի կողմ, նա սուբյեկտիվ պատճառներից մեկը օրինակ այդ նախկին ներկա կռիվն է, որի համար ընդ որում երրորդ ուժերը նկատի ունեն, որ հիմա ձեր դասական ընդդիմությունը չեն, իշխանություն չեն, մեղադրում են հենց ձեզ այդ նախկին ներկա պայքարի համար, որովհետեւ տեսեք, անընդհատ խոսք է գնում այդ խոսույթը անընդհատ պատտվում է թալանը հետ չի բերվում, հերիք չի, թալանացները վայելում են իրենց թալանացի պտուղները, հերիք չի, մի հատ էլ առաջադրվում են։ Մի հատ էլ քաղաքական մթնոլորտ ու միջավայր են ստեղծում, դրա վառապացույցը Գյումրին է։ Հիմա այդ նախքին ներկան երկարը շարունակվելու։ Ձեր խոսքի առաջի մասին կարճ ուղղակի արձագանքեմ, կարծում եմ վաղուց ժամանակն է հանգիստ թողել Գյումրին, շատ ենք քննարկել, պարզապես ուզում եմ նշել, որ մենք գոհ ենք արդյունքներից, որովհետև մենք ստացել ենք դեռևս հեղափոխությունից առաջ էլ պատմական ամենաբարձր ձայները այս ուրեմն ընտրակարգով ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներն է հավաքել քաղաքացիական պայմանագիրը, թե ինչպես դարձավ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ, այդ բոլորը տեսան, բոլորը համախմբվեցին, երկու ձայնի ողորմություն էլ խնդրեցին կամ ստիպեցին եւ Մարտուն Գրիգորյանի աջակցությամբ այդպես ստացվեց։ Դա մի կողմ եմ թողնում։ Ինչ վերաբերում է նախկին ներկային կամ թալանացը ետ բերել։ Մենք մեղավոր չենք, որ նախկին ներկա է։ Մենք ընդդիմության դաշտը չենք ուրեմն գրավել, ընդդիմությունը վերջին խորհրդանական ընտրություններին բազմաթիվ կուսակցություններ կային առաջադրված եւ այս առումով ոչ մի խնդիր չկա, ոչ մեկ դռները չի փակել, ասել դուք չեք կարող հայտ ներկայացնել քաղաքականություն մտնելու։ Քաղաքացիները ում ընտրել են, նա էլ ընդդիմություն է։ Եթե գտնում են, որ էլի պետք է Քոչարյան լինի ընդդիմություն Սերժ Սարգսյանը իրենց ֆրակցիաները, շատ լավ։ Եթե որոշեն, որ իրանք պետք է լինեն իշխանություն, շատ լավ, ժողովուրդը ոնց որոշում է։ Գոնե ուրեմն արդար ընտրությունների ապահովումը ոչ ոք չի վիճարկում Հայաստանում։ Սա դաշտի մասին եւ ներկա նախկինի մասին։ Ինչ վերաբերում է թալանտանացը ետ բերելու։ Մենք ամենաշատն ենք ուրեմն բողոքում եւ տեսախցիկներից անդին շատ ավելի բուրըն տեմպերի վերաբերյալ այս դատաիրավական համակարգի բարեփոխումների, բայց ուզում եմ օբյեկտիվորեն նշել, որ մենք 18 թվականից հետո 19 թվականին, երբ որ արդեն խորհրդարանական ընտրություններն եղան, մենք ապօրինի գույքի բռնագանձման օրենք ենք ընդունել։ Մենք զրոյից դատարան ենք ստեղծել հակակոռուպցիոն իր ատյաններով։ Մենք համակարգ ենք ստեղծել աշխատող, որը ոչ միայն նախկին թալանացը ետ բերելու համար է, այլ դա համակարգ է, որը այսօր էլ վաղն էլ գործելու է ու շատ կարևոր է թույլ չտալու համար հենց թալանել։ Եթե մենք գնայինք այն ճանապարհով, որը իմ կարծիքով ինձ համար նախընտրելի չէ եւ ժողովրդավար չէ, օրինակ ուղղակի ձեռքներից վերցնել ունեցվածքը կամ, չգիտեմ, պատերի տակ գնդակահարել, ինչպես վարչապետը նշեց, բոլորը ինձ թվում է գոհ կլինեն, հասարակության դժգոհ մասան ուրախ կլիներ, որ վերջ սիրտները հովացավ, բայց այդպես ճիշտ չէ։ Ճիշտ է,
ինստիտուցիոնալ ճանապարհով գնալ։ Արդյոք ամբողջությամբ է այդ դեպքում մենք գիտենք օրինակ որոշ դեմքեր օդիոս, շատ դեմքեր, ինչքան են թալանել եւ ինչքանի չափով է դատարանը ուրեմն պահանջ ներկայացրել իբրև ապօրինի գույք բռնագանձելու։ Բայց սրանում էլ ուզում եմ հասկանանք, ինձ թվում է սա անգամ ասելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլորը գիտեն, մարդիկ իրենց անունով չեն այդ գույքերն արել, շատ հեռու են պահել այդ թալանածը, երբեմն նաև այլ մարդկանց ունեցվածքին ես այս պահին կպնում, երբ որ դու այդ թալանողի ուրեմն գույք ուզում ես բռնագանձել, որովհետև օրինական ճանապարհով մյուսը արդեն ուրեմն վերցրել է, օտարվել է տվյալ մարդ եւ այլն, եւ շատ հեռու Հայաստանից դուրս, Հայաստանի ներսում թե որտեղ այդ ամեն ինչը պահած է, որքանով որ հնարավոր է ապացուցել, այդքանով բռնագանձվում է եւ այժմ այն չափի ուրեմն թալանացի պահանջ կա բռնագանձման, որ հումանիտար կրթություն ունեցող մարդիկ կդժվարանան կարդալ այդ թիվը։ Դա մեծ թվերի մասին է, դա միլիոն չէ, միլիարդ չէ, դա այնքան երկար թիվ է, որ ասում եմ, պետքա ունենաս ոչ հումանիտար կրթություն, որպեսզի կարողանաս այդ թիվը արտաբերես։ Եվ ես իդեպ ասեմ, որ այդ նույն օրենքի ինչն է աջակցելու է թալանածը հետ բերելու եւ աջակցում է։ Այս օրենքի վիճարկումը ընդամենը 3-4 օր առաջ Սահմանադրական դատարանում դատարանը հրապարակեց, որ խնդիր չունի Սահմանադրականության հետ այս օրենքը, որովհետեւ հիշում եք ժամանակին խորհրդարանի 1/5-րդի ձայներով այդ օրենքը գնացել էր ուրեմն վիճարկման Սահմանադրական դատարան եւ շատերը նաեւ պետության հետ հաշտություն չէին կնքում եւ թալանածը ետ չէին վերադարձնում, որովհետեւ նաեւ բարձրացան խոսում են, մեր ընդդիմադիր գործիչները դրա մասին, որ սա միևնույն է համարվելու է հակասահմանադրական եւ միևնույն է այդ գործերը իրենց հանգուցալուծմանը չեն հասնելու։ Հիմա արդեն կարծում եմ մենք ավելի արագ տեմպ ունենանք եւ ես ձեզ ասեմ, այնպես չի, որ այս դատարանի աշխատանքը մենք կարող ենք համարել շատ դանդաղ կամ առավել եւս տապալված։ Տեսեք, դուք ասացիք, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կամ ծիրին մեջ, ինչպես կասեն մեր դաշնակցական գործընկերները, ստեղծվել է հակակոռուպցիոն դատարան, հիմա, ասենք, տեղեկատվություն է տարածվում, որ այն համայնքի ղեկավարը, հիմա անուններով չտամ, 22-ից 24 թվականին իր կնոջ հոր, այսինքն իր անիրոջ անունով գրանցված ընկերությանը համայնքի անունից պատվեր է տվել 450 միլիոն դրամի, դա 1 միլիոն դոլարից ավել գումար է։ Եվ հակակոռուպցիոն կոմիտեն, կներեք, հանձնաժողովը տուգանել է նրան 300,000 դրամով։ Հիմա դա կոռուպցիայի դեմ պայքար է, ունեք չէիք ուզենա դուք այդպիսի աշխատանք ունենայիք, 450 միլիոն դրամ գործարքանեիք, 300,000 տուգանվեիք։ Իհարկե, փոխկապակցվածությունը եւ այլնը դա կոռուպցիայի համար պարարտ հող է եւ կարող է դիտարկվել իբրև կոռուպցիա, բայց պետք է նաեւ հասկանալ, որ օրինակ այն պաշտոնյայի հարազատները, ընկերները, ընտանիքի անդամները, դասընկերները, իր շրջապատը, մանկապարտեզից սկսած մինչև խնամի, եւս ինչ որ ոլորտում աշխատում են ու մարդիկ են ու չպետք է կաշկանդված լինեն իրենք աշխատելուց։ Մեկը տենդերին մասին, մենք խոսում ենք տենդերի մասին։ Նախկինները նույն բանն են արել։ Մենք խոսում ենք տենդերի մասին։ Ժամանակին անգամ տենդեր չի, տենդերը բաց թափանցիկ բան է, process է, որին կարող են մասնակցել ով ուզի եւ բնականաբար հաղթում է ավելի խելամիտ ցածր գին առաջարկողը եւ մեկը մյուսի առաջարկած գինն էլ չի տեսնում, սա թափանցիկ բան է, process է։ Ես ել եմ կրկնում, տեսնել այստեղ կոռուպցիայի հետք միանշանակ կարող ենք եւ պետք է, սակայն ասել, որ պաշտոնյայի հետ փոխկապակցված ցանկացած անձ չպետք է մոտ գնա պետական համակարգին, մասնակցի տենդերներին, գեղեցկության մրցույթներին, չգիտեմ, բիզնեսին եւ այլն, այդ մարդկանց կմնա միայն գիտությամբ զբաղվելը, վերջ։ Չպիտի գնա մոտ գնա այդ համայնքին։ Տեսեք, հիմա այդ իսկ արդյոք ուսումնասիրել է օրինակ
դեպքի մասին անկեղծ չգիտեմ, բայց Դե դրա համար ես հատուկ հիմա չեմ ուզում անունը։ Ես չգիտեմ դեպքի մասին, բայց արդյոք իբրև լրագրող եմ էլի խոսում, արդյոք ուսումնասիրվել է տվյալ լրատվամիջոցի կողմից, որը հրապարակել է, օրինակ տվյալ գործարարը։ Այս հրապարակումը լրատվամիջոցը չի արել։ Այս մարդկանց տուգանել են դրա։ Շատ լավ։ Տվյալ ուրեմն գործարարը արդյոք դա իր միակ տենդերն է եղել, թե ոչ։ Միգուցե այդ մարդը մասնակցում է եւ այդ դեպքով էլ է մասնակցել տենդերի եւ այլն։ Այստեղ ուզում եմ ասեմ ամեն դեպքը ինդիվիդուալ է, ամեն դեպքի մասին առանձին պետք է քննարկել։ Արդյոք 300,000-ը կոռուպցիայի դեպքում բավարար է? Ոչ։ Բավարար չէ։ Պետք է ավելի խիստ լինել եւ նաեւ պետք է մեր պաշտոնյաները կրեն ուրեմն քաղաքական պատասխանատվություն զատ մնացած պատասխանատվությունից։ Հուսամ այդ օրը կտեսնեմ գոնե ես։ Տեսեք, վերջին շրջանում հիմնական դժգոհությունները հանրային նկատի ունեմ, կապված են նաև կյանքի թանկացման հետ, հա։ Դա ունի իր օբյեկտիվ պատճառները, համաշխարհային գներ, չնայած նավթի գների հետ Հայաստանը շարունակում է կապ չունենալ համաշխարհային, վերահսկողությունը այդպես էլ մենք չսովորեցինք իրականացնել, թե ինչու է նավթի բենզինի գինը այսքան ոչ թե այնքան, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Էլ եմ ասում, օբյեկտիվ պատճառներ կան դրա համար, սուբյեկտիվ գործոններ կան։ Սուբյեկտիվ գործոններից մեկը այն է, որ մեզ մոտ հարկերը որոշակիորեն բարձրանում են։ Գույքը հարկ օրինակ բարձրացավ ու շարունակելու է դեռ բարձրանալ մինչև 26 թվական, եթե չեմ սխալվում, թե 27։ Դրա հետ մեկտեղ, ասենք Երևանում այսպես պերմանենտ որոշումներ են նաև կայացնում։ Երևանում բարձրացավ տրանսպորտի ուղևորցը։ Երևանում ինչ-որ անհասկանալի օրենք ընդունեց Երևանի ավականին, որով ըստ էության թաքնված հարկ սահմանվեց երևանցիների վրա, որովհետև ցանկացած բան, որը հաշվարկվում է քառակուսի մետրով, դա հարկ է։ Խոսքը վերաբերում է աղբահանությանը։ Ու հիմա այդ օրենքով ստացվում է, որ 100 քառակուսի տան մեջ բնակվող միայնակ մարդը աղբահանության համար պիտի վճարի ավելի շատ, քան դրա կես տարածքում բնակվող 7 շնչանոց ընտանիքը։ Եվ այս ամենը բնականաբար ոչ միայն գեներացվում է որպես դժգոհություն, այլև կրկնապատկվում, եռապատկվում է, որովհետև բնականաբար այդ դժգոհությունից օգտվողը ընդդիմությունն է այս դեպքում։ Ու հաշվի առնելով, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը էլ այն չի, ինչի մասին որ դուք ասում եք, որ այնքան նախադեպ քանակով ձայներ է հավաքել, հիմա 7 տարի կառավարումից հետո ոչ մի քաղաքական ուժ այդ նախկին վարկանիշը չի ունենում։ Երբեմն այնպես տպավորություն է ստեղծվում, որ դուք հատուկ անում եք, որ 2026 թվականին քաղաքական մեծամասնություն խորհրդարանում չունենաք։ Ինչ վերաբերում է վարկանիշի մասին, մենք մյուս տարի հնարավորություն կունենանք վիճարկելու վարկանիշը եւ տեսնելու ինչքան վարկանիշ ունի քաղաքացիական պայմանագիրը, բոլոր հարցումներով քաղաքացիական պայմանագիրը ունի ամենաբարձր վարկանիշը, որը սակայն բնականաբար ցածր է, անմիջապես հեղափոխությունից հետոյի վարկանիշից, սա չեմ վիճարկում։ Եվ որ մենք պետք է ցանկացած վարկանիշի իջեցում, ցանկացած ցուցանիշ հարցում մեզ մտահոգի եւ մենք դրանից հետեւություններ անենք, դա միանշանակ է։ Ինչ վերաբերում է ձեր նշած խնդիրներին, ինչ վերաբերում է գներին, հա, բենզինի գին, չգիտեմ, բանանի գին եւ այլն, շատ կարեւոր է, որ որպես իշխանություն մենք ապահովենք շուկայի ազատականացումը եւ որպիսի մենաշնորհներ չլինեն եւ այլն, եւ սրա հետ կապված չի կարող որևէ քաղաքացի կամ մասնագետ մեղադրանք ներկայացնել իշխող ուժին։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանի տիրույթի հարցերին, դուք ասացիք քառակուսի մետրով, ես չեմ կարծում, որ դուք կարծում եք, որ Հայաստանը հեծանիվ է հորինել, սա փորձ է, սա քաղաքապետարանի տիրույթ եմ մտնում, բայց ես մեր գործընկերների հիմնավորումները նաև որոշակի օրենսդրական տիրույթ եք մնում։ Բանան եմ էլի խոսեմ, չէ, աղբանությունը կոնկրետ քաղաքապետարանի ավականու որոշում է։ Տեսեք, դա մենք Հայաստանը մեր քաղաքապետարանի, մեր ավականին հեծանիվ չի հորինել,
Սա փորձ է, որը տարբեր երկրներում, շատ երկրներում, զարգացած երկրներում կիրառվում է եւ այս ճանապարհով է գնում։ Այ ասում եք, որոշ դեպքերում թանկանալու է, որովհետեւ օրինակ մեկ տանը ապրում է մեկ թոշակառուկին, մեծ տուն է եւ ինքը պետք է շատ վճարի, քան ես, որ ապրում եմ մասիվում։ Ես մարդահաշվով եմ։ Հիմա եթե այսօրվա նիստին հետևել եք քաղաքապետարանին, բազմաթիվ արտոնություններ են սահմանվում, որը նախկինում չկար, որով որ այդ խնդիրները լուծվելու են, այսինքն այն մտաբախությունը, որ մեր քաղաքացիներն ունեն փոփոխության հետ, աղբահանության վճարի, այս մտահոգությունները փարատվելու են։ Նույնը տրանսպորտի հետ կապված։ Տրանսպորտից այժմ անվճար կամ զեղչերով օգտվում են այնպիսի խմբեր մարդկանց, որոնք որ նախկինում անգամ սահմանված չէր եւ չէին օգտվում։ Եվ նաեւ վստահ եմ եւ մեր քաղաքացիների հետ էլ խոսելուց ես այդ վստահությունը ստացել եմ, որ գնի հետ կապված ոչ ոք չի վիճարկում։ Տրանսպորտը այսօր անգամ 150 դրամ չէ։ Այսօր տրանսպորտի ինքնաժողովը շատ բարձր է։ Էլի սուբսիդավորվում է բյուջեից, որովհետև այդ գնով նման որակի տրանսպորտ չէր շահագործվում։ Ժամանակին նույն գազելներով այն մահվան ուզում էին դարձնել օրինակ ավելի թանկ, որը տրամաբանական չէր։ Այսօր արժանապատիվ է երթևեկում մեր քաղաքացին եւ բնականաբար մի քիչ գին է բարձրանում, ինչը կարծում եմ նորմալ է։ Այլ խնդիրներ կան, տեխնիկական խնդիրներ, որոնց հետ կապված մենք անընդհատ աշխատում ենք ու եթե նկատել եք վերջերս այդ տեխնիկական խնդիրները եթե չեն վերացել, ապա շատ քչացել են եւ գնալով ավելի է ուրեմն կատարելագործվելու համակարգը։ Եվ նաև գալով այդ բողոքին հասարակության, եթե իրականում մարդիկ գտնեին, որ 150 դրամ վճարելը տրանսպորտի համար թալան է, ապա անդիմության ակցիան, որը այդ չափ հրահրվեց, կստանար արձագանք եւ ինչպես տեսանք մարդիկ ըմբռնումով են մոտենում, հասկանում են եւ ես ձեզ ասեմ շատ քաղաքացիներ հիմա բողոքում են անկեղծ եւ դա ուղղակի մեր աջակիցներ չեն, քաղաքացիներ են, որոնք տարբեր հարցերով նաեւ սոցցանցերում եմ էլի տեսնում անկախ մեզ բողոքելուց, որ մարդիկ կան, որ չեն վճարում, ինչը անարդարության զգացում է մարդկանց մոտ առաջացնում, հա, օգտվում են այդ որ չի դուգանվում, հա, չվճարելը այդ բաց թողումից եւ բողոքում եմ, եթե ես վճարում եմ, ինչու մյուսը չի վճարում։ Եվ ուզում ասեմ անգամ նման բողոքներ կան քաղաքացիների կողմից, որովհետեւ շատ հասկանալի է եւ նորմալ է, մարդիկ հասկանում են, պատկերացնում են, որ 150 դրամ վճարելը նորմալ է նման տրանսպորտ ունենալու համար եւ նաեւ պատկերացնում են, որ այսօրվա որոշակի թանկացումը իսկ փաթեթի դեպքում անգամ թանկացում չէ, տարեկան փաթեթ օրինակ որ ձեռք բերես, բայց որոշակի թանկացումը ներդրում է վաղը ավելի լավ համակարգ ունենալու համար, որովհետև մենք շարունակում ենք տրոլեյբուսների, նոր տրոլեյբուսների ձեռքբերումը, ուրեմն նոր շարժակազմերի ներդրումը, տրանսպորտային գծի ուրեմն բարելավումը եւ այլն, եւ սա ներդրում է նաեւ հետագայի համար, որպեսզի նախ ավելի լավ արկվի այս ոլորտը եւ երկրորդ որպեսզի մեր զավակները եւս վաղամյուսերը կարողանան ավելի արժանապատիվ ուրեմն տրանսպորտից օգտվել, որտեղ այդ որակի տրանսպորտները պահելը եւս ենթադրում է վճար, բացի ինքնարժեքը, հա, տոմսի, վառելիքի, վարորդի աշխատավարձի եւ այլն, դա պահելը եւս վճար է եւ եթե մեքենան չկարողանաս պահել, դա շարքից դուրս կգա եւ մենք ստիպված պետքա վերադառնանք ավելի վատ շարժակազմին։ Շատ լավ, բայց եթե արդարությունից ենք խոսում, այդ դեպքում հարցը առաջանում ինչու միայն Երևանում, ասենք ոչ, ասենք Գյումրիում, Կապանում, Գորիսում կամ Ապարանում։ Նույն մեր քաղաքացին կապ չունի որտեղից է, Գորիսից է թե Երևանի կենտրոնից, քաղաքացի ով պետք է արժանապատիվ երթևեկի եւ եթե Երևանի մեր քաղաքացու համար այդ գազելը մահվան գազել էր, ապա այդ նույն մահվան գազելը շարունակում է մնալ մահվան գազել, որ մասում էլ մեր հանրապետության այն ուրեմն դուրս է գալիս
երթևեք, այնպես որ դա պետք է շարունակական լինի եւ մենք նաեւ այդ քաղաքականությունն ենք իրականում որդեգրել եւ մի օր իհարկե միանգամից դժվար է, բայց մի օր մենք բնականաբար ունենալու ենք ամբողջությամբ թարմացված տրանսպորտային գիծ ամբողջ հանրապետության համար։ Տիկին Հակոբյան, ատելության խոսքը լուրջ խնդիր է դարձել ընդհանուր առմամբ հասարակության համար, այնպեսի տպավորություն է, որ մարդիկ այլ կերպ իրար հետ հարաբերվել արդեն չեն կարողանում, մոռացել են։ Բայց այստեղ մի շատ կարևոր նկատառում կա, այդ ատելության խոսքին օրինակ, որը այս վերջերս չգիտեմ, այդ ինչպես ստացվեց, ոնց ստացվեց, որ մասամբ նաև ուղղված է մեր արցախցի եղբայրներին եւ քույրերին, այնպես չի, որ իշխանության ներկայացուցիչները կամ մերձիշխանական շրջանակները չեն միացել։ Հիմա ես հասկանում եմ, օրինակ մենք մինչև հարցազրույց արդեն զրուցել ենք, ես մոտավորապես գիտեմ ձեր մոտեցումները, ես գիտեմ, որ դա ձեզ համար անընդունելի է, բայց հիմա դուք ինչու չեք կարողանում սաստել ձեր գործընկերներին, ասել եղբայր, այսպես մի արա, չի կարելի։ Տեսեք, դա ունի հստակ բացատրություն։ Նախ պատերազմից հետո դա մյուս կողմից, ընդդիմության կողմից շատ հզոր էր այդ հոսքը ատելության խոսքի եւ որոշ դեպքերում մենք հասկանալով մարդկանց ցասումը, ցավը եւ այլն, որովհետեւ մի բան է լինես իշխանության ներկայացուցիչ եւ կորուստ ունենաս, իսկ տենց քաղաքացի չկա, որ կորուստ չի ունեցել այս պատերազմի ժամանակ, բոլորս ունեցել ենք։ Մի բան է, երբ որ ընդդիմության ներկայացուցիչ լինես եւ ունենաս նույն բողոքը։ Եվ մենք տենց հասկանալով որոշ դեպքերում լռել ենք եւ սա վերածվել է սովորույթի։ Եվ ամբողջ ընթացքում կապ չունի է ինչ ենք քննարկում, ինչ թեմա է ակտուալ, տրանսպորտի գինն է, թե ինչ է։ Մենք արդեն շուտով կլինի 5-րդ տարին վերադառնում ենք դավաճան, հայրենիք հանձնող եւ այլ խոսույթին, որովհետեւ հասկանում եմ, որ սա բան է, տենց մարդկանց այդ ցավերի վրա աշխատելու լավ հնարավորություն է։ Այս ամեն ինչը սրվեց հատկապես բռնի տեղահանման ժամանակ, որովհետեւ մարդիկ, որոնք կորցրել են իրենց տները, իրենց առօրյան ամբողջությամբ փոխվել է, իրենց, չգիտեմ, հարազատների գերեզմաններն են թողել, տներն են թողել, այս մարդկանց այդ ցավի վրա ընդդիմությունը շատ պրոֆեսիոնալ խաղարկեց։ Ես շատ եմ շփվում արցախցիների հետ, ես գնում եմ, չգիտեմ, մարզ, որտեղ բոլոր միայն բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ միայն իրենց հետ հանդիպումների, համալսարաններ միայն բռնի տեղահանված ուսանողների հետ զրուցելու, ամենօրյա կապում են, երբեմն անգամ զանգում են, ասում են, դուք եք արցախցիների հարցով զբաղվում, երևի տենց համարը որ փոխանցել են իրար, տենց էլ չես ասում ով ես, ինչ ես, եւ խնդիրը լսում ես, փորձում ես աջակցես ինչով հնարավոր է։ Դրա համար ես կարող եմ վստահեցնել, որ դա համատարած չէ։ Այն ատելության խոսքի դրսևորումները, որոնք վերագրվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, սա անգամ մեծամասնությունը չէ։ Բազմաթիվ մեր հայրենակիցներ քաղաքացիություն են ընդունել, բիզնես են սկսել, աշխատում են, ապրում են եւ ինտեգրվել են, ինչը շատ ողջունելի է եւ ինչի հետ կապված գիտեք, որ մենք բազմաթիվ ծրագրեր ենք անում։ Սակայն այս մարդկանց այդ հույզերի վրա շարունակում են խաղալ ընդդիմության ներկայացուցիչները։ Անընդհատ տենց բզում են մեղվի բունը, գտնում են որոշ մարդիկ, որոնք տարբեր շարժառիթներով կամ իրենց ցավը հիշելով դուրս են գալիս փողոց, խոսացնում են այդ քաղաքացիներին ու ստանում են կոնտենտ, որը ասում է թաղեմ ես քեզ, քո երեխուն, նրան։ Այդ ատելության խոսքը որ լինում է, ես մի կողմ եմ դնում, թե ինչ հանգամանքներում է այդ քաղաքացին նման բան ասել։ Մի կողմ եմ դնում, բայց դա հնչում է, մյուս կողմից չի կարող արձագանք չլինել։ Այդ բանը, այտենց միայն քրիստոնեական բան է, որ մի այտդ որ բան են անում, մյուս այտդ դեմ տուր, այդպես չի։ Մարդը սկսում է ինքնապաշտպանվել։ Դուք նաև տեսաք, թե ինչպես օրերս
բռնի տեղանված քաղաքացիները, որոնք ակցիա են էլի անում, ընդդիմադիր համարվող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ընդհարում ունեցան ու ինչ էին ասում։ Ասում էին այնպես է կարել, որ մեզ այստեղ վատ են վերաբերվում։ Ինչի եք տենց բաներ անում։ Մի լուսաբանեք, գնացեք, մեզ դուք պետք չեք։ Մյուս ընդդիմադիր լրագրողը ինչ պատասխանեց, հիշում եք։ Եթե չեք ֆիքսել, հիշեցնեմ։ Ասաց՝ դու ինձ մի ասա ես ուր գնամ, ես իմ հայրենիքում եմ։ Սա ատելության խոսք չէ։ Ինչու են հրահրում ու բանանում օգտագործում հերիք չի ուրեմն որոշ հատվածին որոշ ակցիաների տանելով են օգտագործում մի հատ էլ հետո իրենց կողմից արձագանքների համար են օգտագործում եթե փորձվի մի արցախցի մի լավ բան ասի մեր հասցեին մարդիկ են հին թվերն են հիշել այն ժամանակ իշխանությանը չէր կարելի բան ասել հիմա իշխանության մասին լավ բան ասելը դառնում է թիրախավորման առիթ մարդը ասում է սուս մնամ բանը թե չէ ինձ կուտեն հում եւ այս մարդկանց թիրախավորում են զոհված ուրեմն զինծառայողների զինվորների ծնողներին բարեկամներ ով համարցակվի Տիկին Հակոբյանի Աննա Հակոբյանի կողքը հայտնվի Այս մարդուն ասում են դու քո տղայի գերեզմանը ծախե հասկանում եք ինչ իրավիճակ են ստեղծում հետո զարմանում են երբ որ մյուս կողմից ինչ որ արձագանք է լինում դրա համար կա արդյոք իշխանական թևից նման դրսևորումներ լինում է արդյոք սա ողջունվում է միանշանակ ոչ ցանկացած վատ դրսևորում անհնար է որ չքննարկվի մեր թիմում եւ համապատասխան արձագանքներ չլինեն այդպես չի բայց երբեմն պետք է հասկանալ որ դիմացինն էլ է մարդ իհարկե իշխանության ներկայացուցիչը պետք է ունենա հավելյալ զսպվածություն չգիտեմ նյարդեր ավելի պինդ եւ գիտակցի որ հնարավոր է նման դրսևորում բայց երբեմն ուղղակի մարդ է եւ կարող է հունից դուրս գալ հետո իհարկե շատ գովելի է երբ որ ներողություն են խնդրում հետո մարդ ենք բոլորիս հետ ամեն ինչ կարող է պատահել բայց խնդրում եմ ես որ դադարեն օգտագործել եւ բռնի տեղահանվածներին եւ զոհվածի հարազատներին ծնողներին, որովհետեւ դա անբարոյականություն է, բարի ամենաուղիղ իմաստով, դա անբարոյականություն է։ Ուղղակի ամփոփելով ասեմ, որ դա անում են մարդիկ, որոնք ժամանակին ամենավերջին հայհոյանքներն էին ուղղում այդ մարդկանց զոհվածների ծնողներին օգտագործողներին։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։